Քոչարյան, Պաշտպանության հանձնաժողովում չընդգրկվելի պատճառները այն որ չէիք ուզել նա մի հանձնաժողովում լինեիք, որը Վիլեն Գաբրիելյան։ Ոչ, Վիլեն Գաբրիելյանը կապ չունի։ Երբ որ ես այդ հանձնաժողովի հանձնաժողովի եմ 8 տարի, ամենամեծ խնդիրը որ 8 տարի հետո գուցե արժի, որպեսզի հետո դուք ինձ շատ եք ընկերացրել։ Պետք է նորը գա, որպեսզի դուք փորձանեք ինձ չմոռանաք։ Լավ թե վատ դա կարևոր չի։ Եվ վերջին հաշվով համատության մեջ է երևում աշխատանքի որակը բարձր եղել թե չէ։ Մտավախություն չկար, որ զեկույց ամենակարևոր զեկույց, որը Պաշտպանության հանձնաժողովը այդքան քննեց, բազմաթիվ աշխատանքներ իրականացրեց, այո։ Եվ ըստ էության ափիտ ուղարկվեց։ Ոչ, այդպես չի։ Դուք էլի սխալվում եք, Տիկին Մանուկյան, ես ուզում եմ ավելի հետ գնամ։ Դուք չեք մոռացել, որ մարդը մեկի փաստավակ խմբի փաստացի ղեկավարը ես եմ։ Եվ իմ ստորագրությամբ 5 զեկույց կա։ Միեդի որոշման հիմքում դրված է փաստավակ խմբի զեկույցները, որով հիմա Ռոբերտ Քոչարյանը դատային դաշտում ըստ էության, որ ասում են մարտի 1-ի գործը բացահայտված է, դա նաև մեր զեկույցների շնորհիվ է, որ այդ գործը բացահայտված է, որտեղ Միեդը ընդունեց, որ քաղաքական իշխանության որոշումներն է պատճառը, որ մարդիկ գնդակարվել են իմացել։ Դուք ասում եք տարիներ հետո զեկույցը ախիվ չի ուղարկվել։ Ես կարծում եմ, որ այո, որևէ զեկույց անհետ չի կորում։ Զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան կարող է քնի, ռեժիմ դնես, բայց ինքը քանի որ ավարտուն վիճակում է, ինքը կիշնի ներքև, եթե պետք է իշնի, էլի կբարձրանաբերել, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարծա, որ մենք նաև օգտվել ենք զեկույց կազմելուց պաշտպանության նախարարության վերլուծություններից, բայց դրա մեջ ավելի շատ տեղեկատվություն ենք մեզ հաջողվել է հավաքել, որտեղ մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Պարոն Քոչարյան, տեսեք շնորհակալ։ Չէ, բայց ոնց որ այստեղ մի հատ էլ բան կար, որ ես ուզում ասեմ զեկույցի կապված։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ ինչուի պատասխանը այնտեղ կա։ Հիշում եք մի հատ բան կար, մի հատ հայտնի ֆիլմ կար, ինչու են բաները Մալչանեգի գնայթը հայրենոցը, գառնուկները ինչպես են գառների լորություն։ Այնտեղ հոգեբանի, որ մոտենում է FSB-ի սպան, ասում է, ասա ով է, ասելու բան չկա, ուշադիր կարդաց զեկույցը։ Ձեր գրած ուշադիր կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հիմա զեկույցում է լիքը բան կա, որը իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գարիագումա նստերի դալիչ, բայց դա էլ որևէ իրենից բարդություն չի ներկայացնում։ Ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ինքը դեր ասած արխիվ չէ, առաջի բաժինից գախնի բաժինից կբարձրանա եւ ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։ Բայց նաեւ մի բան ասեմ, որ այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդան եւ ունենալ որոշակի եզրահանգում, սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից, բոլորը կարող են այսօր այստեղից վերցնել, ծանոթ եւ նույնիսկ ասեմ պատգամները, որոնք թույլտվություն ունեն, բայց ինձ զարմացնում է, որ մեր պատգամները ալարում են գնալ, գուցե եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունները նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաեւ իրենց հետաքրող հարցերի պատասխանը կստանան։ Ասեմ, որ պատգամները շատ քչեր են կայացած, հիմա շատ նոր պատգամներ ունենք։ Ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ, զավակներ եւ այլն։ Բայց դա արդեն ապագայի խնդիր է, որտեղ ամենակարևոր բանը Պաշտպանության հանձնաժողովը կարողացավ պատրաստի զեկույց, իսկ կանոնակարգ օրենքի հիմնական պահանջը 26-րդ օրվանից ասում է աշխատանքները ավարտվում են, երբ որ զեկույցը ներկայացվում է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Պարոն Քոչարյան, չնայած որ փորձում եք հումորով շրջանցել այդ ես հումոր ասեցի։ Եվ անվտանգության հարցերով հանձնաժողովն չառաջադրվելու։ Չէ, հումոր չէ, շատ լուրջ եմ ասում։ Չէ, դե նշում եք հիմա մենք էլ ենք շատ ադապտացվել, հիմա պետք է նորը գա, բայց այդուհանդերձ կարող է մտավախություն կար, որ այդուհանդերձ ձեզ չեն ընտրելու եւ օրինակ ձեզ։ Չէ, ես ձեզ պարզ ասել եմ նախորդ կեպազրույցում։ Այստեղ ընտրվել չընտրվելու հարցը չկար։ Ես ասեցի, որն է իմ համար
ընտրվելու առաջին քայլը, նախ առաջադրվել։ Ես ինքն առաջադրվել, երբեք չեմ ինքն առաջադրվել 90-ականներում, երբ որ Ղարաբաղ կոմիտեն ինձ առաջարկեց գնամ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, ինքը առաջարկեց։ Եվ այդպես առաջարկվել է միշտ պաշտպանության նախարարություն, չգիտեմ, ազգային ժողով։ Ինչու ձեզ որևէ մեկը չառաջադրել։ Որպես մեխանիզմ այդպեսին դրված չէ, մեխանիզմը դրված է, ով ցանկանում է, թող ինքն առաջադրվի։ Հիմա ես չեմ ցանկացել։ Շատ լավ։ Պարոն Քոչյան, վերջին Բայց ինչ կա դեղ անհասկանալի, շատ բարձր։ Հա,